Լսենք, թե ինչ է ասում նախկին ֆիկտիվ ՀԿ-ական Գևորգ Պապոյանը։ Եթե մենք չընտրվենք հունիսի 7-ին, թրիփ չի լինի։ Խաղաղություն էլ չի լինի։ Հայաստական բանականությունն էլ չի լինի։ Լսեցիք չէ, սիրելի բարեկամներ, նա չի ասում, որ եթե իրենք ընտրվեն, կլինի խաղաղություն անպայման։ Նա ասում է, որ եթե չընտրվեն, չի լինի խաղաղություն։ Չի լինի թրիփ, չի լինի արհեստական բանականություն։ Մի կողմ թողնենք այն մեկնաբանությունները, որ շանտաժ են անում ժողովրդին պատերազմով, այնքան ինքնասիրահարված են, որ Հայաստանի լինել չլիները իրենցով են պատկերացնում։ Իրենք են բերել բազմաթիվ պատերազմներ ու դեռ կբերեն մեր գլխին։ Այդ ամեն ինչ թողենք մի կողմ։ Այստեղ խնդիրն այլ է։ Միակ ձևը համոզվելու, տեսնելու, իսկապես, եթե նրանք չընտրվեն, կլինի արդյոք խաղաղություն, թե ոչ, կլինի թրիփ, կլինի արհեստական բանականություն, միակ հնարավոր ձևը նրանց չընտրելն է։ Այլ ձև մենք չենք կարող իմանալ, կլինի թե չի լինի։ Հետևաբար ես առաջարկ եմ անում ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանին, բոլորին, նաև ձեզ սիրելի հայրենակիցներ, նրանց չընտրել, որպեսզի տեսնենք, թե ինչ է լինելու։ Ես մեծ հավանականությամբ գտնում եմ, համոզված եմ գրեթե, որ կլինի խաղաղություն էլ, կլինի թրիփ էլ, կլինի արհեստական բանականություն էլ, որովհետև ցանկացած իշխանություն որ գա, ստիպված հաշվի է նստելու են ամեն ինչի հետ, ինչ Հայաստանի հետ պայմանավորվել են։ Եվ չի կարող խաղաղությունից խոսել մի ուժ, որ բերել է պատերազմ, պարտություններ, ձախողումներ։ Խաղաղությունն ինչ է, երբ որ սահմանները օկուպացված չեն, դեմարկացված, դելիմիտացված են, երբ գերիներ չունես, երբ հարգում է քո երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանադրությունը, օրենքները, իսկ Ադրբեջանը նման բան չի անում։ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրումը պայմանավորում է սահմանադրական փոփոխություններով։ Ես կարող եմ ասել, թե ինչ կլինի, որ Նիկոլեն կընտրվեն։ Սահմանադրություն կփոխվի, անկլավներ կհանձնվեն։ Անխոչնդոտ ճանապարհը դառնալու է միջանցք, որովհետև Ադրբեջանը չի հրաժարվել դրանից։ Արևմտյան Ադրբեջան թեզը շարունակվում է մինչև այսօր, իսկ դա ագրեսիվ քաղաքականություն է։ Նիկոլ Փաշինյանն դրա դեմ ոչինչ չեն անելու։ Այդ ամեն ինչը կլինի հերթով։ Հաստատ կլինի։ Իսկ որպեսզի մենք համոզվենք, խաղաղություն կլինի թե չէ, թրիփ կլինի թե չէ, կամ ինչպիսին այն կլինի, որովհետև ես առաջարկել էի, որ անխոչնդոտ ճանապարհը կամ պետք է լինի փոխադարձաբար Ադրբեջանի պարտավորություն նույնպես, կամ ուղղակի չպետք է լինի։ Հատկապես հայ-ամերիկյան փաստաթղթերում։ Հայ-ամերիկյան փաստաթղթերը, հուշագրերը կնքվել են 1 տարի ժամկետով, հետագայում 3 տարի երկարացվելու պայմանով, եւ դրանք դեռևս պայմանագրեր չեն։ Իրավական պարտավորություն չեն առաջացնում, դա գրված է այդ փաստաթղթի մեջ։ Արդեն գարուն ենք մտնում, օգոստոսին կլինի 1 տարի, բայց ոչ մի թրիփ դեռևս չի գործում, ոչ մի արհեստական բանականություն դեռևս չի հիմնվել Հայաստանում կենտրոն, եւ ոչ մի վերջնական խաղաղություն չի հաստատվել։ Այսինքն, Գևորգ Պապոյանը պայմանավորում է իրենցով մի բան, որ արդեն իսկ իրենց իշխանության օրոք դեռևս գոյություն չունի։ Գոյություն չունի ոչ խաղաղություն վերջնական այսօր, գոյություն չունի ոչ թրիփ, դրանք ընդհանրապես թղթի վրա են։ Իսկ Ադրբեջանը դա պայմանավորում է, որ Հայաստանում դեռ պետք է սահմանադրություն փոխվի, արևմտյան ադրբեջանցի վերադառնա, անկլավներ հանձնվեն։ Սա է իրականությունը։ Հետևաբար ես լրջորեն առանց կատակի առաջարկում եմ Գևորգ Պապոյանի թեզը ամրապնդել եւ ասել, հարց չկա Գևորգ Պապոյան, եթե դուք դա վստահեք, ես կասկածում եմ, համոզվելու միակ ձևը ձեր չընտրվելն է։ Եվ դուք, երբ չընտրվեք, կտեսնեք, որ կլինի եւ խաղաղություն, եւ ավելի արժանապատիվ տրանզիտ ու միջազգային տնտեսական համագործակցություն, ավելի խորը ու համապարփակ ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ, կլինի արհեստական բանականության կենտրոններ եւ ոչ միայն Հայաստանում լուրջ ներդրումներ կլինեն բազմաթիվ ուղղություններով Չինաստանից եւ այլ երկրներից, շատ ավելի լավ կարող է լինել։ Եվ այո, եկեք ձեզ չընտրենք ու համոզվենք դրան։